Մեղքերը հիմնականում 3 տեսակ են։ Առաջին, ադամական մեղք։ Այսինքն մեր նախահայր Ադամից փոխանցված մեղք է դա, որ արդեն մարդը մեղավոր է ծնվում, սերնդեսերուն փոխանցվում, մարդը մեղավոր ծնվում։ Քան որ այս մեղքին մենք ակամա ենք մասնակից լինում, այսինքն դու մեղավոր արդեն ծնվում ես, Ադամի սկսած բոլոր սերունդները ձրիել ազատագրվում ենք, ինչպես, մկրտությամբ։ Երբ որ մարդը մկրտվում է, մաքրվում է ադամական մեղքից։ Հետո կան ներգործական մեղքեր։ Ինչ են ներգործական մեղքեր, այսինքն որը ակամա չէ, այլ դու ես գործում։ Ներգործական մեղքերը երկու մասի են բաժանվում։ Թեթև կամ ներելի և ծանր կամ մահացու։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է նաև, մարդու հոգու և մարմնի մեջ հակամարտություն կա, ինչպես Պողոս Առաքյալն ասում է, հոգին մարմինս հակառակն է ցանկանում, մարմինս հոգու հակառակն է ցանկանում։ Երբ որ մարդը մկրտվում է, մաքրվում է ադամական մեղքից և հոգու մարմնի հակամարտությունը թուլանում է։ Այսինքն իր մեջ հոգևոր գիտակցությունը բարձրանում է, Օրինակ ես այդ շատ տեսել եմ ոչ քրիստոնյա ազգերի մեջ, տեսնում որ իրենց մոտ շատ ահավոր, շատ նյութական ու մարմնավոր, մահմեդականները որ գալիս են, հոգևոր գիտակցությունը իրենց մեջ շատ թույլ է։ Իրենց անգամ հավատքը մարմնավոր, աղոթքն էլ է մարմնավոր, զգացմունքային է։ Հոգևոր գիտակցությունը շատ թույլ է, որտեղ մկրտված չեն։ Հիմա երբ որ մարդը մկրտվում է եւ ավետարանը կարդում, իր մոտ հոգևոր գիտակցությունը բարձրանում, ինքը հասկանում է, որ մարդը հոգեղեն էակ է, ավելի շատ հոգևորին պետք է ձգտի, իսկ մարմինը պետք է կարգավորի, կարգու կանոնի մեջ մարմնի, շատ մարմնավոր չպետք է լինի, շատ աշխարհիկ չպետք է լինի ինքը։ Հոգևորն էլ բարձր հոգևոր գիտակցություն պետք է ունենա։ Ուրեմն մկրտությամբ մաքրվում է ադամական մեղքը, հոգու մարմնի հակամարտությունը թուլանում է, մարդը դառնում է հոգեղեն երակ, հոգևոր մարդ է դառնում, հոգևոր գիտակցություն է ունենում։ Եվ սկսում է աշխատել իր հոգու մաքրության համար։ Մահացու մեղքերը, մեծ մեղքերը մենք լավ գիտենք բոլորս, հա։ Ճիշտն ասած հիմիկվա գիտակցությունը մի քիչ այլ է, հնում ուրիշ էր, հա։ Հնում ասում են հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որդրամոլություն, բղջախոհություն, հա։ Եվ դրա խորության իմաստը հասկանում էին, որ սրանք ծանր մեղք են, ոչ միայն մեղքեր են, այլ նրանց տարատեսակներն են, մեղքի ծառեր են, ամեն մեկը մի մեղքի ծառ, ասում ենք հպարտությամբ և մասամբ կնորին, այսինքն հպարտությամբ և նրա տարատեսակներով, նախանձով և նրա տարատեսակներով, բարկությամբ և նրա տարատեսակներով, հա։ Բայց հիմի մարդը, քանի որ այդ հոգևոր բարձր գիտակցությունը չունի, դու ավելի տարատեսակներն ես ասում մարդուն, ոչ թե մեղքի ծառն ես ասում, հա։ Օրինակ հպարտության փոխարեն դու ասում ես, այ դու երբ որ ընկնում ես փառամոլության մեջ, եւ այդ փառամոլության պատճառով ծանր մեղքեր ես գործում, հա։ Օրինակ մարդ իր փառքի համար կարող է հազարավոր դոլարներ ծախսել, որ իր փառքին հասնի, կամ արդեն անգամ կարող է մարդկանց վերացնել, սպանել, ինչա փառավոր, ինչպես այսօր մենք տեսնում ենք։ Պատերազմները շատ անգամ փառամոլության, եսամոլության պատճառով են լինում, հազարավոր մարդիկ կոտորում են ինչ-որ մեկի, ինչ-որ մի կամահաճությունը կատարվելու համար, հա։ Հպարտության ծայրագույն արտահայտությունը։ Նախանձը ոչ միայն մտքում սրտում ծնվող չարիք է, այլ նաև գործնական մեծ չարիք է, ինչպես նախանձի պատճառով սատանան դրախտից վտարեց Ադամին ու Եվային։ Այդպես էլ մարդը նախանձի արդյունքում կարող է
վերացնել իրան մտերիմ, եղբոր իրար քրոջը, կոնկրետ, սպանել։ Նույն կերպ բարկությունը, որ ավետարանում Քրիստոս ասում մեկ որ բարկացա, ուրեմն մարդ էլ կսպանի, մարդասպան արդեն։ Այսինքն բարկություն տանում է մարդասպանության, ագահությունը տանում է ամենաբոլոր չարիքների մայրն ասում, արծաթասիրությունը, որ մարդը անողորմ կարող է լինի ագահության պատճառով, հա։ Որգրամոլություն, հա, որ դա միայն պարզ հասարակ ցանկություն չէ, որ մարդու մեջ ծնվում է։ Սա իր տարատեսակները ահա որ շատ է հիմա։ Որգրամոլության ինչ տեսակ ասես կա, որտեղ կերակուրները շատացել են, տեսակները շատացել են, գայթակղությունները շատացել են, բղջախոհություն էլ չեմ ասում։ Բղջախոհությունը իր ծայր աստիճանն է հասել, ավերածություն է գործում։ Բոռնկություն, շնություն, արվամոլություն, նիգամոլություն, վերջ, ինչ տարատեսակ ասես կա, ուր ասես հասել է, բղջախոհություն։ Հիմա, որպես այսօրվա մարդուն դու հասկացնես այս մեղքերի ծանրությունը, չարիքը, դու մենակ հպարտության վրա չես կանգնում, այլ կոնկրետացնում ես, ասում ես, գողություն, շնություն, սպանություն, այսինքն դու դրա ծայրաստիճանն ես ասում, որպեսզի հասնես արմատին, իրականում արմատից պետք է հասնես պտուղներին, բայց մեր մոտ հակառակն է տեղի ունենում, պտուղից հասնում ենք արմատին, որ փառտուն ցույց տանք։ Ուրեմն սրանք ծանր մեղքերն են, որ մարդուն պիտի բացատրես։ Բայց կան նաև մանր մեղքեր, որը մենք առօրեական կյանքում շատ ենք գործում։ Օրինակ, այս ինֆորմացիայի դարում, երբ որ ինֆորմացիան շատ է եւ դու շատ ես ներգրավում քաղաքականության մեջ, սկսում ես դատել, սկսում ես բամբասել, հա, լեզվի մեղքեր են դրանք, հա, որովհետեւ այսօր դու քաղաքականության մեջ կամ լուրեր լսեցիր անպայման, պետք է ներգրավես դրա մեջ, պետք է դատես, պետք է բամբասես, պետք է խոսես։ Եվ այսպիսի շատ մանր սխալներ, որ մարդը գործում է, հա, որոնք կոչվում են փոշետեսակ մեղքեր։ Հիմա ինչպես աշխատենք, թե ծանր մահացու մեղքերը հաղթահարելու վրա, եւ թե փոշետեսակ մեղքերը տեսնելու մեջ։ Ես տարբերություն դրեցի։ Ծանր մեղքերը հաղթահարել եւ փոշետեսակ մեղքերը տեսնել։ Երբ են փոշու հատիկները օդի մեջ երևում, երբ որ արեգակի լույսն են գնում, ցերեկային լույսն են գնում, հա, գիշերային լույսը բավարար չէ փոշի հատիկները տեսնելու համար, պետք է ուժեղ լուսարձակ, ցերեկային լույս։ Նարեկացին տեսնում էր իր մեղքերը եւ ասում էր. «Տեր, իմ մեղքերը նմանվում են փոշու հյուլեներին կամ հատիկներին օդում համատարած»։ Ինչու է տեսնում նարեկացին, որովհետև իր մեջ աստվածային լուսարձակներ ընկել։ Արեգակի լույսը ամբողջովին ցերեկային լույսը մեջն էր, ինքը անընդհատ տեսնում էր այդ փոշի հատիկները, հա։ Բայց մեր մոտ ինչ է տեղի ունենում։ Մենք քանում այդ արեգակի լույսը չկա շատ անգամ մեր մոտ ուժեղ չէ այդ լույսը, հա։ Գնում ենք պինցետով փոշի ենք ուզում բռնենք։ Պինցետով փոշի չես կարա բռնես, հա։ Այսինքն մենք մանր իբրև թե մենք կարևոր գործ ենք անում էլի։ Մանր սխալները հայտնաբերում ենք, բայց իրականում չենք հայտնաբերում, էլի փոշի ենք մաքրում։ Շատ անգամ քրիստոնյաները օրինակ հաղորդությունից հեռու են մնում, զրկվում են իրենց զրկում են հաղորդությունից։ Մի հատ մեկին թարս նայեցի, մեկին չգիտեմ թթու խոսք ասեցի, հա, իբրև թե իրանք հաղթահարում են փոշետեսակ մեղքերը, իբրև թե հաղթահարում են, հա, բայց իրականում չեն հաղթահարում եւ լույսներ չեն վառում իր մեջ, որտեղ դու հաղորդությունից եթե զրկվեցիր, աղոթքից զրկվեցիր կամ հուսահատության գնացիր այդ պինցետով փոշի հավաքելու համար, ուրեմն դու քո բուն նպատակից շեղվեցիր։ Քո նպատակը
լույս վառելն է, արեգակի ցերեկային լույսը քո մեջ գցելն է, որպեսզի դու տեսնես այդ փոշի հատիկները։ Երբ որ տեսնես ինչ պետք է անես, մի քամի պետք է անես կամ դուր լուսամուտ բարձես այդ փոշին գնա։ Հա? Այսինքն այդ ջերմերանդորն պետք է աղոթես, որ քո միջից մաքրվի։ Էդի գնա։ Եվ ամենա լավ միջոցը աստվածային սիրո ջերմությունն է։ Երբ որ մարդու մեջ աստվածային սիրո ջերմությունը միշտ է, երբեմն տաք, երբեմն ավելի տաք, բայց երբեք չի սառում, հա? Իր մեջ այդ փոշի տեսակ մեղքերն էլ չեն մնում։ Վերանում են, տեսնում եք, կաթը երբ որ կամ որևէ կերակ որ դնում ենք կրակի վրա տաքացնում ենք, ինքը երբ որ տաք է մեջը, վրան ճանճ, սարդ, փոշի չի նստում, բայց հենց սառա, ինչ փոշ, ինչ կեղտ ասես լսում մեջ։ Ճիշտ այդպես էր, երբ որ դու քո աղոթքի մեջ, աստված պաշտության մեջ, մտքի թռիչքի մեջ ջերմերանդ ես, հա, քո վրա փոշի տեսակ մեղքեր չեն մտնում, մահացուները հեռու են ավելի մնում, հա, մահացուները չեն մոտենում, այդ փոշի տեսակներն են հեռանում, բայց սրա մեջ մեծ ջերմերանդություն է պետք, օրինակ Հակոբ Մծբնա հայրապետի մասին ասում էին, որ մտքով միշտ սերովբեների դասերի մեջ է, սերովբե, վերին դասեր, ոչ թե հրեշտակապետ, պետություն, տերություն, զորություն, հիշոտ, այլ սերովբե, քերովբե, աթորից մի քիչ ցածր, աստվածությունից մի քիչ ցածր, եթե նա մտքով սերովբեների, քերովբեների դասերի մեջ էր, նրա մեջ ինչ փոշի տեսակ մեղք կարող էր տեղ գտնել։ Այսինքն ինքը սիրում է, ձգտում էր, փափագում էր երկնքի արքայության։ Արսեն մեծին ասում են, հայր Արսեն ասում են, դու մեզ չես սիրում։ Ասում եմ, խի չեմ սիրում ձեզ, ասում եմ, դե մեր այդ ժամանակ չես անցկացնում, ասում եմ։ Դու գնում ես քո համար, քո առանձնանում ես, քո համար աղոթում ես եւ լրակյացել, նաեւ չես սիրում խոսել։ Ասում էր Աստված գիտի, որ ձեզ սիրում եմ, բայց ինձ ավելի հաճելի է, ասում եմ, հրեշտակների հետ լինել, քան մարդկանց մեջ լինել։ Ինչու՞։ Որտեվ հրեշտակները տարբեր կամքեր չունեն, ասում եմ։ Իրենց կամքը մեկն է։ Կատարյալ միաբանություն եւ ներդաշնակություն կա երկնքում։ Եվ երբ ես աղոթում եմ ու մարդկանցից կտրվում եմ ու լուռ եմ մնում, ես մտնում եմ այդ երկնային իրողության մեջ, ասում եմ, այդ կատարյալ ներդաշնակության մեջ։ Ես վայելում եմ, թե ինչպես են հրեշտակները Աստծուն փառաբանում, ինչքան գեղեցիկ է իրանց աղոթասացությունը, երգեցողությունը, իրար չեն խանգարում։ Բայց հենց հիշում եմ երկիր հոգետես էր Արսեն մեծ, ամեն ինչ տեսնում է։ Մենք ինչքան մարդ տեսնում եմ, այնքան կամք եմ տեսնում, ասում եմ։ Այնքան հակառակություն եմ տեսնում։ Ու չեմ սիրում ես տարաձայնությունները, տարակարծությունները։ Սիրում եմ այն միակամությունը երկնքի։ Դա համար մի քիչ մնում եմ, բարձանում եմ վերև, որպեսզի այն վայելեմ այն գեղեցիկ ներդաշնակություն, որ կա երկնքում, հա։ Հիմա ինչու է օրինակը ես բերեցի։ Եթե մենք ուզում ենք միասնական սերը վայելել, հա, մենք պետք է գնահատենք այդ սերը ամեն ինչից վեր, հա։ Օրինակ, մեր եսը, մեր կարծիքը պետք է դնենք մի կողմ, զոհաբերենք հանուն միաբանության, հանուն սիրո, բայց ցավոք սրտի դի հազվագի տալին։ Մեր եսը, մեր կարծիքը, մեր ասած այնքան կարևոր է, որ կարող ենք մենք եղբոր հետ կռվել կամ քրոջ հետ վիճել, չէ իմ եսը, իմ ասածն է, դե լավ քո ասած թողնի, բայց ինչ տեղ ունեցավ, ինչ շահեցիր, շահեցիր խռովք, շահեցիր կռիվ, կորցրեցիր խաղաղությունը, այդ ներդաշնակություն, սերը կուր, հանուն ինչի, չես իմանում, հանուն ինչի։ Ուրեմն փորձենք հրեշտակներից եւ երկնային այդ խաղաղությունից, ներդաշնակությունից օրինակ վերցնել, որ տեսնում եք այս պահին իմ կարծիքի, իմ եսը ոչ միայն ինձ է վնասում, այլ նաեւ միաբանությանն է վնասում, հրաժարվեմ եսից,
Եվ ես խոնարհվեմ, օրինակ լինեմ, ինքն էլ վաղը կխոնարհվի։ Եթե դու հակառակվում ես, նրան վարակում ես այդ հակառակությամբ, նա էլ է վարակվում եւ քեզ հակառակվում եւ այդպես երբեք միաբանություն չի լինում, բայց խոնարհությունը բոլոր հարցերը լուծում է, գեղեցիկ է խոնարհությունը, շատ գեղեցիկ է խոնարհությունը, իր մեջ մեծ իմաստասիրություն կա, ոչ միայն իմաստություն, այլ նաեւ մեծ իմաստասիրություն կա խոնարհության մեջ, որ փրկում է մարդուն եւ փրկում է մարդկանց։ Ուրեմն եթե մենք ուզում ենք մեր փոշե տեսակ մեղքերը տեսնել, ուրեմն դի լուսարցակ Աստվածային լույսը մեր մեջ վառենք։ Փոշին տեսնելը մեզ արդեն հերիք է, մեզ չի խանգարում այդ փոշին, բայց երբ որ մենք չենք տեսնում մեր փոշին, այդ ինձ հետո ընկնում ենք փոշի ման գալու, այն ժամանակ այդ փոշին մեր աչքին փոշի չի երևում։ Այդ փոշին մեր աչքին երևում է մի ահռելի մեղք։ Ծանրանում է։ Դեռ մենք իրական պատկերը չունենք մեղքերի։ Բայց երբ որ մենք իրական պատկեր ենք ունենում, լույսը մեր մեջ է ընկնում, այն ժամանակ մենք գիտենք, որ մեղքի դեմ պայքարենք։ Փոշե տեսակ մեղքերը փչում ենք, գնում են, մեծ մեղքերը մուրճով, ուրաքով քանդում ենք, հանում ենք, վերացնում ենք։